Հրապարակ թերթը գրում է. օրենքով Գող Շահումյանցի Ժիրոն 2021 թվականին կալանավորվեց քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու հոդվածով։ Նրան մեղադրում էին, որ զոննայողի գործառույթները կատարել, դրսից բերված գրեփները բաժանել Արմավիր ՔԿՀ-ի 3-րդ մասնաշենքում պահվող անձանց, ապա հանձնարարել է անկարգություններ իրականացնել։ Գործով անցնում են նաև քրեական հեղինակություն Կիլիկիասի Հարութիկը եւ Արթուր Բրոյանը, որը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը վերապատրաստման դասընթացներին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում վերջին շաբաթներին ներկայացվում է որպես պետական կառավարման մշակույթի նոր դրսևորում, շարունակական կրթության օրինակ, սակայն նրա վարքը ՀՀ քաղաքացիների հետ շփման մեջ հակադրվում է կրթված մարդու վարքին։ Բայց ուշագրավն այս իրավիճակում այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրթվում է ու վերապատրաստվում։ Հետաքրքիր է նրան ինչ են սովորեցնում ակադեմիայում, որ չի հասկանում, թե ինչպես դրսևորի իրեն հանրային տիրույթում։ Փաստ թերթը գրում է. նախորդին կարելի է ասել հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը նորից հայ ժողովրդին ահաբեկում էր պատերազմով, ավելին Փաշինյանը կոնկրետ ժամկետ նշեց՝ սեպտեմբեր։ Պարզ է թե ինչու սեպտեմբեր, որովհետև երբ հունիսի 7-ի ընտրություններից հետո Փաշինյանը մերժվի, նոր իշխանության ձևավորումը կլինի այդ ժամանակ։ Գործնականում Փաշինյանն անընդհատ վախեցնում է պատերազմով, երբ իրեն մերժեն։ Երեք նույն սպառնալիքները աժոյմ կրկնեց նաև Փաշինյանի կաբինետի արտգործնախարարը։ Հրապարակ թերթը գրում է. Կիրակի օրը Շենգավիթում քաղաքացին իր բնակարանի պատուհանից միջնամատ էր ցույց տվել Փաշինյանին։ Նրան ուղեկցող ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը մեր տեղեկություններով նույն վայրկյանին հեռախոսով կապվել է ենթականների հետ ու փոխանցել շենքի հասցեն ու հարկը, որ ճշտեն քաղաքացու տվյալներն ու փոխանցեն իրեն։ Ենթադրվում է, որ փորձելու են առնվազն բարդացնել քաղաքացու կյանքը, եթե ոչ այս փուլում, ապա ընտրություններից հետո, եթե իհարկե ՔՊ-ն վերարտադրվի, եւ բացի իր դավթարները, թե ով իրեն ոնց է պահել նախընտրական փուլում։ Հրապարակ թերթը գրում է. ՔՊ ուրախ ավտոբուսի վոյաժները պարզվում է ազդում են անգամ որոշ ՔՊ-ականների նյարդերի վրա, նույնիսկ նրանց, ովքեր այդ ավտոբուսի ուղևորներն են։ Մեզ բողոքեցին, որ իրենք ընդամենը որպես ֆոն բուստաֆորիա են ծառայում Փաշինյանի համար, նա գրեթե միայնակ է տանում քարոզարշավը, ինքն է որոշում ում իր մոտ կանգնեցնի, նստեցնի, կանչի եւ այլն։ Շատերը հեռվից հետևում են նրա քաղաքացիների հետ հանդիպումներին, երբեմն անգամ ավտոբուսից չեն էլ իջնում։ Ժամանակին սուպերլիդերությունը մերժող առաջնորդը միապետ է դարձել, որը գնահատում է այն նազիր վեզիրներին, ովքեր առավել ջանասիրաբար են կատարում ուսապարկի դերը ու իր հրահանգները։ Ավելին իմանալու համար կարդացեք Պանորամայեմ։